Արձագանք։ Պարոն Հավակիմյան, մեկ էլ մի կառուցակարգ էիք ասել, որ եթե խախտումները քարոզարշավի ընթացքում կամ քրեաիրավական դաշտում խախտումներ լինեն, արդեն դատարանի որոշմամբ կարող է նման բան լինել։ Եթե ճիշտ եմ հիշում, էլի, եթե ճիշտ եմ հիշում, այդ մեկնական բան եք, մեկ էլ երկրորդ հարցը ստամ, ինչ գործողություններ, ինչ համակարգեր ենք ներդրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի եւ գործիքակազմի կիբերանվտանգության մասով, որտեղ գիտենք, որ այս կոնտեքստում բավականին շատ է մտավախությունները, որ կարող է կիբեր հարձակումների ենթարկվեն։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Տեսեք, գրանցումից հետո կուսակցության կամ դաշինքի գրանցում ուժը կորցած դատարանի որոշմամբ է ճանաչում։ Այսինքն, եթե ընտրական օրենսգիր այնպիսի խախտումներ են, որոնք որ այս ծայրահեղ միջոցին պիտի կհանդիմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը չի գրանցում ուժը կորցած ճանաչում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է դիմում է վարչական դատարան։ Եվ վարչական դատարանն է արդեն ըստ փաստերի, այսինքն երբ որ կա փաստերը, ըստ էության վարչական դատարանն էլ պիտի առաջնորդի փաստերով։ Փաստերը գնահատելով, այսինքն սա էլ մյուս որ մեր գրանցված քաղաքական ուժերը նաև այս տեսանկյունից են պաշտպանված։ Ինչ վերաբերում է կիբերանվտանգությանը, կարող եմ տեղեկացնել, որ անցած տարվա մայիսից ՀՏԳ մեր գործընկերների հետ իրականացվել է մեր ամբողջ համակարգի գնահատում, այսպես ասենք, խնդիրների վերհանում։ Ներկայումս ընթանում է նաև արդեն համակարգի վերջին, այսպես այդ կիբերանվտանգության հետ կապված վերջին կարգավորումները։ Ավելին այս ընթացքում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպություն է ՀՏԳ մեր գործընկերների հրավերով կիբերանվտանգության ոլորտում, այսպես ասենք, աշխարհի լավագույններից մեկ ընկերության ներկայացուցիչները ժամանել են Հայաստանի Հանրապետություն եւ մեր համակարգը իրենք թեստավորել են։ Այս ընթացքում արդեն ըստ այդմ նաև փոփոխություններ են իրականացվել։ Երկրորդ փուլը շարունակվում է։ Այսինքն ես կարող եմ հավաստիացնել, որ մեր համակարգը կիբերանվտանգության այս պահին աշխարհում հնարավոր ինչ որ այս պահին կան ռիսկները, այդ ռիսկներից պաշտպանված է։ Նույնիսկ մենք ունենք, այսպես ասենք, այլ անվտանգություն, որը նույնիսկ եթե համակարգը հանդիպի այնպիսի նոր ռիսկի, որի համար, այսպես ասենք, չեր եղել նախատեսած, դրա լուծումներ ունենք։ Մի չեմ ասի, թե դրա լուծումը ինչ է, բայց դրա լուծումներ ունենք։ Այսինքն ամեն ինչ հաշվարկված այնպես, որ ընտրությունների գործընթացը, հատկապես արդյունքների ամփոփման գործընթացը, որևէ կերպ չի կարող խաթարվել